Փաշինյանին Մոսկվայից սպառնում են սև ցուցակ գցել։ Այո, այս օրերին Հայաստանը ուղերձներ է ստանում ոչ միայն Բաքվից, այլև Մոսկվայից, ընդ որում ոչ այնքան հաճելի։ Իսկ գլխավոր կոմունիստը բաց տեքստով պահանջում է արգելել Փաշինյանի մուտքը Ռուսաստան։ Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանի Դաշնությանը, պնդում են, որպեսզի այդ գործիչը այլևս չհայտնվի Մոսկվայում, ասել է Ռուսաստանի Դաշնության Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը։ Все мог представить, кроме того, что из Еревана зазвучат голоса с угрозой обстреливать Красную площадь. Этот недоношенный, не поймешь, кто он, даже выступает с призывом расстреливать тех, кто находится на Красной площади, не сообразуясь ни с чем. То, что и облизали, обнимали натовцы, меня это не удивляет. Но если вы начинаете бояться того, кто из себя ничего не представляет как политик, если вы не в состоянии обуздать 3 руководителей Франции, Германии и Англии, у которых личный авторитет меньше 20%, тогда возникает вопрос, почему они позволяют это в Ереване и почему Пашиняна принимают в Москве. Я настаиваю на том, чтобы больше этот деятель, как бы за него ни проголосовали, больше не появлялся в нашей столице. Больше унижения и оскорбления, чем он нанес всем нам накануне великого праздника, трудно себе представить. Զյուգանովի հայտարարության մեջ մի դրվագ առանձնապես հիշարժան է, այն է Փաշինյանի մուտքը արգելել անկախ այն բանից, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսը կքվեարկի նրա օգտին։ Մտածել, թե գլխավոր կոմունիստը ասում է իր կարծիքը, միամտություն կլինի, թե ով պետք է լինի ռուսական խորհրդարանում և ինչ պետք է ասի յուրաքանչյուրը, ըստ էության որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը մայիսի 9-ին կոչ էր արել Հայաստանում հանրաքվե անցկացնել դեպի Եվրոպա շարժվելուց առաջ։ Երևանից բոլոր հնարավոր մակարդակներով հավաստիացումներ են հնչում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ոչ ցանկություն ունի և ոչ էլ նպատակ։ Ամենաթարմ հավաստիացումների հեղինակը արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր։ Եթե շատ մեղմ արտահայտվեն, մեզ շատ հարգալից, այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները, առնվազն արդար չեն և անհիմն են։ Մենք հավատացեք բոլոր ջանքերը գործադրել ենք և գործադրում ենք և ապագայում էլ գործադրելու ենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնության հետ ունենանք նորմալ գործընկերային առողջ հարաբերություններ և այդպես էլ լինելու է։ Սա չի նշանակում, որ մենք իհարկե, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ, մենք հանրայինել ենք, հանրահռչակել ենք մեր մոտեցումը, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն, մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում և տնտեսական կապեր, այդ թվում և չգիտեմ քաղաքական հարթությունում և այլն։ Սա մեկը մյուսի հաշվին չի անշուշտ, մենք շարունակելու ենք միտվածներ, մեր քաղաքականությունը շարունակելու է միտվածներ Ռուսաստանի հետ գործընկերային նորմալ առողջ հարաբերությունների կապով։ Մոսկվայում չեն հավատում հայաստանյան իշխանությունների հավաստիացումներին և դա չեն էլ թաքցնում։ Այսօր արդեն պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ տալով արտերկիր մեկնելիս այդ ռիսկերը հաշվի առնել։ Այս օրերին Ռուսաստանից արտաքին աշխարհին հասած ամենատպավորիչ կադրերը Սարմատի փորձարկումներին են վերաբերում։ Ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը 4 անգամ հզոր է արևմտյան անալոգներից, վստահեցնում են ռուսական պաշտոնական աղբյուրները։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, այս հրթիռը մարտական հերթապահության կկանգնի արդեն 2026 թվականի վերջերին։
Ուր կթռչի առաջին սարմատը դժվար է գուշակել, կարծում եմ ոչ Հայաստան և կարծում եմ այս կադրերը ուղերձ չէին Հայաստանին։ Ռուսաստանը Հայաստանում ազդեցության այնքան լծակներ ունի, որ դժվար թե հարցը սարմատին հասնի, իսկ այդ ազդեցության լծակների թվում անկասկած կարող ենք դիտարկել նաև հունիսին սպասվող հայաստանյան ընտրությունները։